Հավատս չի գալիս, որ մի տարի անցել է իմ անցած YouTube-յան վիդեոից, որտեղ խոսում ենք 2025-ին պատրաստվելու համար եւ այժմ արդեն պատրաստվում ենք 2026-ին։ Այսօր միասին պատրաստելու ենք իմ Digital Vision Board-ը։ Ես միշտ պատրաստում եմ երկու տեսակի Vision Board, առաջինը լինում է իմ նոթբուքի էկրանին, եւ երկրորդը միշտ լինում է արդեն իմ սենյակում տարբեր անկյուններում հագցված, այսինքն թղթային տարբերակով։ Այսօր միասին անցնելու ենք Vision Board ստեղծելու բոլոր կարևոր փուլերով եւ ձեզ ցույց եմ տալու իմ 2025-ի Vision Board-ը ու նաեւ կխոսենք նրանից, թե որ երազանքներն են այստեղից կատարվել։ Իրականում Vision Board-ում դուք դնում եք միայն այն, ինչին կարող եք հասնել, այսինքն նպատակներ։ Առաջին հերթին 2025-ի սկզբում ես ձեռք բերեցի այս լույսիկը։ Ես սրա փոքրը ունեի եւ հենց այս պահին ինքը արդեն մեծ է իմ դիմաց է։ Ես հենց առաջին օրը գնացի եւ գնեցի ու այսպես խորհրդանշական էր դա, որովհետև ստացվեց, որ հենց առաջին նպատակներիցս մեկը առաջին 2 օրվա ընթացքում հենց հունվարին ես կատարեցի։ Մյուս իմ կարևոր նպատակը այս կողմում է ֆրանսերենն է։ Ես ամբողջ կյանքում մտածել եմ, որ պետք է ֆրանսերեն իմանամ, որովհետև կարծում եմ, որ եթե նույնիսկ որևէ նպատակ չեք ունենում ֆրանսերենի հետ կապված, ուղղակի լեզուն իմանալը ձեզ արդեն դարձնում է շատ ավելի գրավիչ ու հետաքրքիր, որովհետև ֆրանսերենը շատ սիրուն լեզու է ու կարող եք ֆրանսերեն ֆիլմեր նայել, մենակ էլ որ կարող եք ֆրանսերենով խոսել, արդեն ինչ որ հետաքրքիր է եւ պրիվիլեգիա է կարելի ասել։ Ինձ համար այդքան կարևոր է եղել միշտ, բայց ես միշտ ականջի հետ եմ գցել ու որոշ ժամանակ պարապել եմ չինարեն, իսպաներեն, բայց ֆրանսերենին ժամանակ չէր հասնում։ Այս տարի ես վերջապես հասկացա, որ իմ արած սխալը այն էր, որ ես չգնացի ֆրանսերենի, նենց ոնց որ ես, ասենք, գնացել եմ անգլերենի, այսինքն ես դրա համար գումար չէի վճարում եւ նաեւ ժամանակ չէի գտնում։ Այս տարի ես գտա ռեսուրս, էներգիա դա անելու եւ բավականին արդեն բարձր ֆրանսերենի մակարդակ ունեմ։ Մյուս հետաքրքիր բանն է, ես որոշել էի, որ այս տարի պետք է նաեւ ճանապարհորդեմ եւ քանի որ անցած տարի ես եղել եմ Ֆրանսիայում, իմ երազանքը եղել էր Ֆրանսիա գնալը, ես դա արել էի։ Ես չէի մտածում, որ այս տարի ես կլինեմ Ֆրանսիայում եւ այդ չէի պլանավորել, բայց ստացվել էր մի հետաքրքիր բան, ես պատահմամբ իմ Vision Board-ում դրել էի վիզայի պատկերը եւ այդ վիզան փաստորեն ներքևում գրած է եղել Ֆրանսիա եւ ես չեմ տեսել դա։ Ես դա չեմ կապում նրա հետ, որ ես այս տարի գնացի Ֆրանսիա իրականում, բայց դա շատ հետաքրքիր զուգադիպություն էր, միգուցե աչքս շատ է տեսել եւ ուղեղս մտել է եւ դա իրագործվել է։ Այս տարի ես նույնպես եղել եմ Փարիզում եւ շատ ավելի երկար, քան անցած տարի։ Այսպիսով ճանապարհորդության այդ բաժինը նույնպես իրագործվել է, բայց ավելի հետաքրքիրը այն է, որ ես նաեւ եղել եմ Չինաստանում այս տարի ու քանի որ ես ինձ մոտ գրել էի, որ կարող եմ գնալ կամ Ասիա կամ Եվրոպա, ուրիշ բան չի պլանավորում, ասենք Ամերիկա չի պլանավորում այս տարի, ինձ մոտ փաստորեն ստացվել է համ Եվրոպայում լինել այս տարի, համ Ասիայում լինել եւ Չինաստանում նույնպես կարծեմ 2 շաբաթ եղել եմ ու իմ ամենահավես ճանապարհություններից մեկն է եղել։ Ես այստեղ ունեցել եմ գումար վաստակելու հետ կապված, այստեղ թիվ էի գրել, իրականում այդ թիվը ես այս տարի վաստակել եմ, բայց ֆինանսականի հետ կապված չեմ կարող ասել, որ ամբողջական իմ նպատակին հասել եմ այս տարի։ Տամկուրի իմ սիրելի բլոգերի գիրքն է նաեւ փակցրել, որպեսզի ձեռք բերեի, ես այդ գիրքը գտա դիջիթալ տարբերակով, բայց չկարդացի, որովհետև ուրիշ բաներ ավելի կարևորեցի։ Այստեղ ունեմ նաև շոփինգի հետ կապված եւ ֆոտոշութերի հետ կապված հատված, այս վերևում ֆոտոշութը կտեսնեք։ Ես ֆոտոշութերի շատ եմ եղել այս տարի, այնպես որ սա կարող եմ նույնպես համարել, որ ստացվել է։ Այստեղ շատ էդիթարած նկարներ կան իրականում, որտեղ ես հետո կխոսենք, թե ինչ կայքով փոխել եմ եւ տարբեր աղջիկների նկարներ փոխել եմ, իմ դեմքն եմ դրել։ Դա ինձ ստիպում է, որ ավելի ինձ պատկերացնեմ ինչ որ տարբեր սթայլերում, ավելի տարբեր լայֆ սթայլերում եւ այլն, մի խոսքով դա կարող եմ համարել, որ բավականին օգտակար է եղել այս Vision Board-ի իրականացման, իրագործման հարցում։ Մի քանի բան, որ չի իրագործվել իրականում, Իսպանիա, այստեղ Իսպանիայի դրոշը կտեսնեք, ես պլանավորում էի այս տարի Իսպանիա գնալ, ինչը չստացվեց ու ընդհանրապես չեմ նեղվում դրա համար, որովհետև Իսպանիան ուղղակի դրել էի, չգիտեմ, չէի ուզում։
Մյուս կարևոր բանը այստեղ ես դրել եմ առողջ ապրելակերպ եւ սպորտ։ Այս տարի ես վերցրել էի տարվա սկզբում մուլտիի փաթեթ եւ տարվա առաջին մի քանի ամիսը, կարծեմ 3-4 ամիս ես գնացի մուլտի, զբաղվեցի սպորտով, լողում էի, հետո նաեւ մի քանի պիլատեսի դասերի գնացի, սթրեչինգի գնացի եւ այդ տարվա սկիզբը բավականին տենց սպորտային անցավ։ Հետո տարվա երկրորդ կեսին ես արդեն կարծեմ համալսարանում մի կիսամյակ էր ինձ մնացել, հա, եւ այդ մի կիսամյակն էլ սպորտ վերցրեցի, այսինքն ամբողջ տարի կարելի ասել ես զբաղվել եմ սպորտով։ Այս տարի նաեւ Լեդիզոնից ես ունեցա նվեր փաթեթ եւ մի քանի ամիս էլ այնտեղ գնացի, չնայած որ շատ բացակայեցի, ինչ որ ճանապարհորդությունս ընկավ այդ պերիոդում, մի խոսքով Լեդիզոնը չեմ համարում, որ տենց լավ բան արեցի, օգտագործեցի այդ հնարավորությունը, բայց դա նույնպես եղավ, այսինքն հնարավորությունները, նույնիսկ անվճար հնարավորություն, փաստորեն եկավ իմ կյանք, որպեսզի ես զբաղվեմ սպորտով, ինչը շատ կարևոր է։ Մյուս կողմից պետք է ասեմ, որ առողջ ապրելակերպ այստեղ նաև ունեմ նկարներ առողջ սնունդի, դա ինչպես իրագործվեց, ես իմ կիսամյակի երկրորդ մասում վերջեցի այնպիսի դասեր, որոնք փաստորեն բոլորը կապված էին մարդու առողջության հետ, ֆիզիոլոգիա, վերցրեցի առողջ սննդակարգ դասը եւ առողջ ապրելակերպ դասը, ու այս 3 դասերի ընթացքում ես այնքան սովորեցի մարդու օրգանիզմի, սննդակարգի եւ այլնի մասին, պատկերացրեք, երբ որ տարվա սկզբում ինձ հարցնեք պրոտեիններ, չգիտեմ, վիտամիններ եւ այլն, ես շատ քիչ բան գիտեի դրանց մասին եւ հիմա ես ամբողջովին գիտեմ, թե ինչպես կարելի է ճիշտ սնվել, ինչա պետք ուտել, ինչ չափաբաժնով է պետք ուտել, նույնիսկ գիտեմ հղիները ինչպես պետք է սնվեն եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը ես ձեռք եմ բերել այդ գիտելիքը ու տարվա երկրորդ կեսին ես բավականին նույնիսկ քաշ կորցրեցի նրա հաշվին, որ ես սկսեցի ճիշտ սնվել, այնպես որ այս բանը կարելի է համարել, որ նույնպես հասել եմ, այստեղ նաև ունեմ կշեռք, որի վրա դրել էի, թե քանի կիլո եմ ուզում լինել, դեռ սրան չեմ հասել, բայց մինչև տարվա վերջ ժամանակ կա եւ ես շատ մոտիկ եմ։ Այստեղ self-care ունեմ, որ ես զբաղվում եմ տենց սիրուն դիմակներ եւ այլն, շատ sense story-ներ եմ այս տարի արել, որ ասեմ շատ եմ ես զբաղվել ինքնախնամքով այս տարի, սուտ կլինի, բայց ես գնացել եմ եւ անցել եմ թեստ մաշկի յուղայնության եւ այլնի եւ դա ինձ բավականին ինֆորմացիա է տվել դրա մասին, թե ինչպես է պետք իմ մաշկը խնամել։ Ես հիշում եմ նաեւ, որ այս տարի արել եմ 30-օրյա challenge եւ այդ 30 օրը շաքարավազ ընդհանրապես չեմ օգտագործել եւ դա նույնպես իմ մաշկի վրա շատ լավ է հասել, բայց այս ամեն ինչը նշելով նաեւ պետք է ասեմ, որ տարվա երկրորդ կեսին, երբ որ ես մի քիչ էմոցիոնալ առումով ինձ լավ չէի զգում, իմ վրա սկսեց դուրս տալ եւ ես դրանից շատ նեղվում էի ու նոր ես դրանից կարողացել եմ ազատվել, հիմա առանձնանալի դուք տեսնում եք, որ իմ մաշկը բավականին լավ վիճակում է, ոնց որ միշտ եղել է, այսինքն ես մաշկային ինչ-որ խնդիրներ երբևէ չեմ ունեցել։ Այստեղ ունեմ նաեւ նկար մազերի առողջության հետ կապված եւ իմ մազերը այս տարի երևի իմ ամբողջ կյանքի ընթացքում այսքան առողջ չեն եղել, այս տարի ես շատ ուշադրություն եմ դարձրել վարսերի առողջությանը, ժամանակին գնացել եմ տակերից կտրել եմ, մասկաներ եմ արել եւ այլն, բայց շատ ջանք նաեւ սրա վրա չեմ ծախսել, որովհետեւ սա տենց բոնուս նպատակներից է եղել։ Այսքան է, այստեղ նաև ունեմ սթայլի հետ կապված նկար, սրա հետ կապված շատ քիչ բաներ էի դրել, մի երկու բան, մի հատ ստեղ, մի հատ ստեղ, եւ այս տարի ես որոշել էի նաև աշխատել անձնական սթայլի վրա, հասկանալ թե որն է ինձ սազում, որ գույներն են ինձ սազում եւ այլն, եւ ես կարող եմ ասել, որ սա 100%-ով արել եմ, որովհետեւ հիմա արդեն երբ որ գնում եմ խանութ, ես գիտեմ, որ այս ես կարող եմ առնել, իսկ այս իմ հետ, իմ էներգիայի հետ չի գնում եւ ես դա ուղղակի չեմ վերցնում։ Այսքանը ես արդեն ասացի, որոնք են իրագործվել, որոնք չեն իրագործվել, կարելի է ասել նաև, որ չիրագործվեց իմ բլոգի հետ կապված նպատակը, այստեղ ես թիվ ունեի գրած, որին ես չեմ հասել, բայց ես նաև գիտեմ դրա պատճառները, այսինքն ընդհանուր առմամբ իմ vision board-ի 90%-ը իրագործվել է եւ այն 10%-ը, որ չի իրագործվել, կամ ես այլևս չեմ ուզել, կամ ես գիտեմ, թե ինչ սխալներ եմ գործել, որ դրանք չեն իրագործվել եւ ես մյուս տարի դա կուղեմ։ Ու հիմա ժամանակն է արդեն անցնելու մեր տեսանյութի երկրորդ մասին, որտեղ մենք կստեղծենք իմ 2026 թվականի vision board-ը։ Այստեղ դուք նաև ունեք հետաքրքիր բոնուս, ես ձեզ կպատմեմ նոր հետաքրքիր սովորության մասին։ Ուրեմն YouTube-ով թե TikTok-ով ես տեսել եմ, որ
մի աղջիկ խոսում է նրանից, որ 12 նպատակ պետք է գրեք եւ ամսի 21-ից սկսած ամեն օր մի նպատակ ուղղակի գցում եք կրակը կամ վերացնում եք եւ մի նպատակ է մնալու դեկտեմբերի 31-ին, այդ մի նպատակը դուք նայում եք եւ հասկանում եք, որ ձեր ամբողջ տարվա թեմատիկան պետք է կապել այդ նպատակի հետ։ Այդ նպատակին պետք է մաքսիմալ ուշադրություն դարձնել եւ ամենաշատ էներգիան, ռեսուրսը, ժամանակը տրամադրել այդ նպատակի իրագործման համար, իսկ այն մնացածը չի նշանակում, որ դուք պետք է ուղղակի թողնեք, տենց ասեք դե լավ դրանցով չեմ զբաղվի, այլ այն մնացածի առումով ավելի հանգիստ եղեք եւ հասկացեք, որ ամենակարևորը այդ մի նպատակն է։ Դա նույնպես ես որոշել եմ այս տարի անել եւ այստեղ ես ունեի 12 նպատակները իմ այս տարվա, ինձ շատ դժվար եղավ 12 նպատակ գրել, երբևէ ինձ տես դժվար չի եղել ինչ որ նպատակներ որոշել, քան այս տարի, որովհետեւ այս տարի ես գրեցի 4-5 նպատակ ու հետո արդեն բլոկ եղա ու հասկացա, որ այլ ինչ որ տենց մեծ բաներ չեմ ուզում, դրա համար փոքր բաներ գրեցի, բայց ամեն դեպքում ես դա արել եմ եւ ամեն օր ես մի նպատակ այսպես վերցնում եմ եւ գցում եմ կրակը։ Մի քիչ տարօրինակ է պահվում, բայց ընդհանուր առմամբ ինձ շատ հետաքրքիր է թե որ նպատակս դուրս կգա ամսի 31-ի գիշերը, երևի 12-ը կխփի եւ ես կնայեմ արդեն որ նպատակս է դուրս եկել։ Միգուցե Instagram-ում նաեւ կիսվեմ, եթե չեք հետևում իմ Instagram-ին, անպայման հետևեք Լիլիթ Տագի վոկալ։ Մի խոսքով ես այստեղ եմ պահում, դա ես sense տոպիկներ շատ եմ սիրում եւ կարծում եմ, որ նույնիսկ եթե ամսի 21-ը չի, բնականաբար արդեն ամսի 21-ը չի, ես ասվիցեմ, որ նկարում եմ ամսի 24-ն է, դուք կարող եք դեռևս անել եւ ինչ տարբերություն կարող եք մի քանի նպատակ օրը գցել եւ այնպես արեք, որ ամսի 31-ի գիշերը մնա մի նպատակ ու նայեք, տեսեք թե որն է։ Հիմա սկսենք մեր vision board-ը ստեղծել։ Որ կայքն եմ ես օգտագործում vision board ստեղծելու համար։ Նախ ասեմ, որ vision board ստեղծելու համար ես օգտագործում եմ մի քանի շատ կարևոր դետալներ։ Առաջինը, ինձ պետքա Canva-ով vision board-ը ստեղծել, ես արդեն մի հատ նկար դրել եմ։ Ինձ համար ամենապրակտիկը Canva-ն է, բայց դուք կարող եք օգտագործել Photoshop ծրագիրը, ուրիշ ծրագրեր կան, բայց ես միշտ օգտագործում եմ Canva-ն։ Հետո ինձ պետքա նաև Pinterest-ը, այստեղ տեսնում եք ես Pinterest-ը ունեմ բացած արդեն։ Pinterest-ով ես գտնում եմ իմ vision board-ի բոլոր նկարները եւ ավելացնում եմ մի քանի իրական նկար, որ տարվա ընթացքում ես արել եմ, որպեսզի ինձ համար ավելի հեշտ լինի այդ vision board-ի իրականացմանը հավատալը, որովհետև իրական նկարների կողքը դնում եմ նաև այն նկարները, որոնք դեռևս անիրական են, բայց շուտով դառնալու են իրական։ Եվ մյուս կայքը, որ ես օգտագործում եմ, կոչվում է Face Swapper, այստեղ կգրվի։ Իրականում շատ տարբեր Face Swapper-ներ կան, ես հիմա կասեմ, թե կոնկրետ որն եմ օգտագործում։ Այս է։ Ես կայքի անունը իհարկե էլի կգրեմ, էլի կունենաք ինֆորմացիան ամբողջական, սա անվճար է, ընդհանրապես լիմիտ չի տալիս եւ դուք կարող եք անսահմանափակ օգտագործել։ Ինչի համար է այս կայքը։ Այս կայքի միջոցով ես փոխում եմ Pinterest-ից վերջած նկարների դեմքերը։ Եթե Pinterest-ում վերջած նկարը ինձ դուր է եկել եւ իր հետևի ֆոնին այն է ինչ որ ինձ պետք է 2026-ի համար, ես վերցնում եմ, նայում եմ որ մաքսիմալ այդ աղջկա դիմագծերը, մազերի գույնը, կառուցվածքը իմին մոտիկ լինի եւ ես ուղղակի Face Swapper-ի միջոցով առաջին նկարում դնում եմ այդ աղջկա նկարը, երկրորդ նկարում դնում եմ իմ նկարը, հիմնականում կարող եք օգտագործել այնպես պրոֆեսիոնալ նկար, որտեղ դուք ուղիղ նայում եք կամերային, ես օգտագործում եմ իմ պասպորտի նկարները եւ ինքը շատ էֆեկտիվ ձեր դեմքի միմիկաները բռնումատնում է այն նկարի վրա եւ այն նկարում ստացվում է որ արդեն դուք եք այդ ինձ օգնում է նրա համար որ երբ որ ես տեսնում եմ որ իմ նպատակը ապրում է ինչ-որ մեկ ուրիշը ինձ շատ դժվար է դրան հավատալը իսկ երբ որ ես տեսնում եմ որ իմ դեմքն է ես արդեն սկսում եմ ինձ ասոցացնել այդ երևույթի հետ որը ուզում եմ որ մանիֆեստ անեմ իմ կյանք հետաքրքիր բան ասեմ, ես Pinterest-ից երևի մի 2 տարի առաջ նկար էի վերցրել եւ էլի դրել էի բանում իմ vision board-ում ու էլի նկարն էի դրել վրան, այսինքն իմ դեմքն էի դրել եւ այս վերջերս ես Pinterest-ում այդ նկարը տեսնում եմ, դե բնական է իմ դեմքովը չի, այլ այն օրիգինալ նկարն է ու ինձ շատ դժվար է լինում ընդունել որ այդ նկարում ես չեմ, որովհետեւ ես նայում եմ ու առաջին բանը որ իմ ուղեղը ասենց ասում եմ, վայ ստոպ, այս իմ նկարն է ու հետո նայում եմ, բայց իմ նկարը չի։ Այդ ապացուցում է որ իմ ուղեղը արդեն այդ նկարը ընկալել է որպես իրականություն եւ այդ իրականությունում ընկալել է ինձ, ինչը ինձ համար շատ կարևոր է եւ կարելի է ասել, որ ձեռքբերում է։ Հիմա ինչա պետք անել։ Մինչեւ ձեր vision board-ը սկսելը ձեզ պետքա նաեւ ստեղծել wish list։
ինձ շատ են հարցնում, այն օրն էլ հենց պատասխանել եմ այս հարցին, որն է wish list-ի եւ բանի vision board-ի տարբերությունը։ Տարբերությունը հետեւյալն է. նա ուղղակի ցուցակն է ձեր ցանկությունների, իսկ սա ձեր ցանկությունների վիզուալ արդեն արտացոլանքն է, այնպես որ առաջինը պետք է նա անել, հետո նոր անցնել vision board-ին։ Վերցնում եք ցանկացած բլոկնոտ, թուղթ եւ այլն, իրականում իդեալական տարբերակում դուք պետք է հավանեք այդ բլոկնոտը եւ էսթետիկ լինի այդ ամբողջ process-ը, որպեսզի դուք կարողանաք դրանում ինձ հավես ներգրավել։ Եթե ուշադիր լինեք, բոլոր vision board-երը հիմնականում կիսվում են տարբեր մասերի եւ այդ մասերի մեջ լինում է ընտանիք, հարաբերություններ, աշխատանք, ֆինանսներ, առողջություն եւ այլն եւ այլն։ Դուք կարող եք նույնիսկ ավելացնել տարբեր տենց կյանքի մակարդակներ vision board-ում։ Ես երբևէ տենց կոնկրետ չեմ բաժանել իմ vision board-երը, հիշում եմ, որ մենակ մի անգամ եմ այդպես արել, շատ փոքր տարիքում, իսկ հետո ընդհանուր առմամբ ես ուղղակի տենց էսթետիկ շարել եմ, բայց այս տարի մտածում եմ, որ կարելի է այդ բաժանումը կատարել, այսինքն առանձին ընտանիքի հետ կապված նպատակներ, առանձին ֆինանսների, աշխատանքի, առողջության, առանձին եւ ամեն բաժնում դնում եք դրան համապատասխան նկարները։ Երևի այսօր միասին կփորձենք այդպես անել։ Ինձ համար նաեւ vision board ստեղծելիս կարևոր է երկու հանգամանք։ Առաջին, մեջտեղում պետք է լինի իմ նկարը, եւ իդեալականում այդ մեկը չպետք է լինի սարքած նկար, այսինքն պետք է լինի իրական իմ նկարներից մեկը, որը ես շատ եմ սիրում, որում ես կարծում եմ, որ ես տենց լավ սիրուն տեսք ունեմ եւ լավ աուրա եմ տալիս, եւ մեջտեղում նաեւ պետք է լինի 2026 թվականը գրված, ոնց որ այստեղ է, օրինակ, եւ մի հատ ինչ որ մոտո, այսինքն մի քանի բառով նկարագրում եք 2026-ը ձեր համար ինչի տարի է լինելու, ինչի վրա եք դուք կենտրոնանալու։ 2024-ը օրինակ իմ համար, ես դրա vision board-ներ ունեմ ի դեպ, այստեղ պահած, իմ համար շատ աշխատանքային տարի է եղել, եւ 2024-ը իմ համար անընդհատ աշխատելու, անընդհատ պայքարելու տարի էր, ու հիշում եմ, որ 2025-ի համար, երբ որ պատրաստում էի vision board-ը, ես ասացի, որ ավելի քիչ բան եմ ուզում այս տարվա համար եւ ուզում եմ ավելի տենց էմոցիոնալ հասունություն, ուզում եմ ավելի հասկանամ, որ դիսցիպլինան ինչպես է պետք անել, եւ գրքեր կարդամ, եւ լիքը բաներ սովորեմ, եւ հիմնականում տենց էի պլանավորում, ես նույնիսկ չէի պլանավորում, որ շատ ճանապարհորդություններ կունենամ, շատ ինչ-որ հետաքրքիր առաջարկներ կունենամ կամ համագործակցություններ կունենամ, իսկ 2024-ը ինձ համար այդպիսի տարի էր։ Այս տարի ես կարծում եմ, որ պետք է մյուս տարվա համար պլանավորեմ էլի գործնական տարի, որովհետև դրա կարիքը կա։ Մի խոսքով, նաև գրում եք, թե ձեր տարին կոնկրետ ինչի մասին է։ Միգուցե դուք այս տարի որոշել եք, որ պետք է ձեր հարաբերություններին ուշադիր լինեք, ինչպիսի հարաբերություններ դուք ունեք ձեր ընտանիքի անդամների հետ, միգուցե սիրային հարաբերություններ եք պլանավորում այս տարի եւ այլն, եթե այդպես է, դուք տակը գրում եք, որ այս տարին դրա մասին է։ Եթե դուք ուզում եք կենտրոնանալ եւ շատ գումար աշխատել, միգուցե գրեք, որ այս տարին գումար աշխատելու մասին է, այս տարի դուք շատ գումար եք աշխատում, հարստանում եք, եթե ուզում եք ձեր էմոցիոնալ, ոնց են ասում, emotional intelligence-ի վրա աշխատել, դա եք գրում մի խոսքով։ Հասկանում եք, թե կոնկրետ ինչ թեմատիկայով է լինելու ձեր այս տարին։ Դա էլ կարող եք հասկանալ արդեն բոլոր նպատակները գրելուց հետո։ Բոլոր նպատակները գրած ունենալուց հետո դուք բացում եք այդ նպատակները, մի հատ էլ տենց աչքով եք անցկացնում, որ նենց չլինի, որ այնտեղ կա մի բան, որ դուք իրականում չեք ուզում, ինչ որ ուրիշ մեկն է ձեզ ասել ու դուք մտածել եք, որ լավ կլինի գրել եւ դրան հասնել։ Հիշեք, որ vision board-ում պետք է լինի միայն ու միայն ձեր նպատակները։ Ես գիտեմ, որ մենք երբեմն կյանքում ուզում ենք ինչ որ ուրիշ մեկի համար շատ լավ բան, մենք կցանկանանք, որ մեր ընկերը ունենա այս բանը կամ հասնի X բանին, բայց հասկացեք, որ vision board-ը մենակ ձեր մասին է եւ այս հարցում միգուցե պետքա մի քիչ էգոիստ լինել եւ ոչ մի ուրիշ բան պետք չի vision board-ում ունենալ։ Մենակ ձեր հետ կապված նպատակներ, որոնց դուք ուզում եք հասնել եւ ամենակարևորը, որոնց դուք հավատում եք, որ հասնելու եք։ Այստեղ էլ մի բան կավելացնեմ, այս տարի մոտ առաջին անգամ եղել է հետաքրքիր զգացողություն, որ ես ամաչել եմ իմ vision board-ի նկարները ուղարկել տպելու։ Երբևէ մինչև այս տենց բան չի եղել, որովհետև ես ունեի մեկը, ով միշտ տպում էր այդ նկարները եւ ինքը ինձ այդ մարդը, ես միշտ իր մոտ էի ուղարկում, ինձ շատ փոքր տարիքից էր ճանաչում եւ ես իր մոտ այնքան բան էի տպել արդեն, չգիտեմ, անգլերենի քննություններս, հետո TOEFL-ս, այսինքն ինքը իմ ամբողջ կեսագրությունը գիտեր եւ ես իրանից չէի ամաչում։ Եվ այս տարի, քանի որ ոնց հասկացա
ինքը այդ մարդու խանութը փակվել էր, թե ինչ էր եղել, մի խոսքով ես չեմ գտնում այլևս այդ մարդուն։ Ես պետքա մեկ ուրիշի մոտ տպել տալ եւ ես մի քիչ ամաչեցի այդ ուղարկել այդ նկարները, որովհետեւ ամեն դեպքում երևում է որ էդիտ արած նկարներ է։ Եվ ես նայում էի քիչ առաջ Տամկուրի վիդեոն, իմ սիրելի յութուբերն է, կարող եք պոիսկ տալ, ինքը շատ լավ բաներ ունի, եւ Տամկուրը դրանից խոսեց եւ ասաց, որ շատ մարդիկ պահիտակ կարող է ամաչեն իրենց vision board-ի նկարները ուրիշները որ տեսնեն, բայց իրականում դա նշանակում է որ դուք մի փոքր գոնե կասկածում եք, ինչից դուր չեկավ, որովհետև ես էլ այդ զգացողությունը ունեցել եմ, այսինքն երբևէ մի ամաչեք ձեր նպատակները, ինչ որ մեկը եթե նույնիսկ տեսնելու է, այդ cringe զգացողությունը մի ապրեք, որովհետև իրականում դուք պետք է այնքան վստահ լինեք, որ դա կատարվելու է, որ դուք կներեք, բայց թքած ունեք, թե ուրիշ մարդիկ ինչ կմտածեն ձեր նպատակների հետ կապված։ Այն ունենալով գրած ձեր բոլոր նպատակները 2026-ի համար։ Բացում եք Pinterest-ը, կարող եք բացել Google-ը, կարող եք բացել ցանկացած այդպես նկարների կայք եւ յուրաքանչյուր նպատակի համար գտնում եք համապատասխան նկարներ։ Ու այստեղ կարևորը այն է, որ այդ նկարները, երբ որ դուք նայում եք, տենց ոչ թե լինի թալավ հերթական նկարը, որ մի քիչ տենց նման է նպատակին, ես վերցնում դնում եմ vision board-ում, չէ։ Այդ նկարը պետքա լինի մի նկար, որը ձեզ էմոցիա է տալիս, որովհետև vision board-ը նրա մասին է, որ դուք մանիֆեստ անեք այդ ամեն ինչը։ Մենք նաև կխոսենք քիչ հետո vision board-ի գիտական ապացույցների մասին, այսինքն ինքը այդպես կախարդական երևույթ չի, դա նույնպես կքննարկենք։ Ինքը նրա մասին է, որ դուք դա զգաք։ Մանիֆեստ անելու գլխավոր օրենքներից մեկը միշտ այն է, որ դուք դա զգում եք եւ դուք դրան հավատում եք, չեք կասկածում, եւ ինքը գալիս է ձեր կյանք, որովհետև դուք դա արդեն զգացել եք եւ կարելի է ասել ձեր էներգետիկ մակարդակը հավասարվել է ձեր նպատակի էներգետիկ մակարդակին, իսկ երբ որ էներգիաները արդեն հավասար են, դուք ուզած-չուզած տվյալ բանը կլանում եք ձեր կյանք։ Կարճ ասած։ Եվ այդ նկարները, յուրաքանչյուր այդ նկարներից պետքա ձեր մեջ ինչ-որ sense բան արթնացնի։ Դուք տեսնում եք այդ նկարը եւ դուք ասում եք, այս այն նկարն է, որը որ ես զգացի, որը որ ես սիրեցի, որը որ sense, չգիտեմ, փշաքաղվեցի այդ նկարը տեսնելուց, որովհետեւ զգացի, որ ես կարամ դա ապրեմ։ Այ միայն այդպիսի նկարներ եք դուք քաշում ձեր կոմպի մեջ լինի, թե հեռախոսի մեջ լինի, կարող եք դեպ vision board հավաքել նույնիսկ Pinterest-ում առանց Canva-ն օգտագործելու, ուղղակի Pinterest-ում հավաքում եք ձեր ուզած նկարները։ Երկրորդ բանը, որ պետք է անեք, ոչ բոլոր նկարները իհարկե, բայց այն նկարները, որոնք որ զգում եք, որ կարող եք փոխել եւ կարող եք ձեր դեմքը վրան էդիտ անել, կարող եք Photoshop-ի միջոցով անել, բայց իմ ասած սայթը շատ արագ դա լուծում է, այս face swapper-ով բացում եք եւ փոխում եք այդ նկարը, դնում եք ձեր դեմքը։ Դրանից հետո արդեն ունենալու եք մոտավորապես ոնց հասկացել եմ vision board-ում տեղավորվում է մոտ 40-45 մաքսիմում 50 նկար, այնպես որ դրանից ավել միգուցե պետք է չի հավաքել։ Դրանից հետո դուք սկսում եք մտքում բաժանել vision board-ը մասերի, օրինակ, այս կողմը լինելու է կարիերան, այս կողմը կլինի ֆինանսները, հարաբերությունները, առողջությունը, travel-ը եւ այլն։ Եվ արդեն մնում է մի բան՝ սիրուն շարել այդ նկարները։ Հիմա ես այդ գործողությունը արագ անեմ եւ կամ։ Քանի որ ես չեմ ուզում, որ 2026-ի նպատակները այս պահին դուք տեսնեք։ Մաման թե չեք սպանել։ Ես ձեզ ցույց կտամ 2024-ի իմ vision board-ը ու կխոսենք նաև մի երկու սխալից, որ այստեղ արել էի ու այս տարի չեմ արել։ Սա 2024-ի իմ vision board-ն է, ցանոթացեք, ես հիմա ավելի լավ եմ սարքում։ Ասեմ, որ այս vision board-ի հիմնական մասը նաև իրագործվել է։ Բայց տեսեք, ես այստեղ ունեմ օրինակ գումարի հետ կապված, գումար էի դրել, որ պետքա գումար աշխատեի։ Այդ տարի ես սկսեցի աշխատել, իրականում առաջին անգամ ես աշխատել եմ 2024-ին, այնպես պաշտոնական աշխատանք։ Եվ բանն այն է, որ ես չէի նշել, թե ինչքան գումար եմ ուզում աշխատել, եւ այդպես էլ ամբողջ տարի տատանվեց իմ գումարների այդ աշխատելու պահը, որովհետև ես աշխատեցի շատ տարբեր ոնց որ տեղերից եւ շատ տարբեր գումարներ, ինչը այդպես չէի ուզում որ լիներ, այնպես որ սրանից հետո ես կոնկրետ որոշում եմ, որ ես այսքան գումար եմ աշխատելու եւ իդեալականում պետք է գրել ամեն ամիս ինչքան եք աշխատելու։ Մոտավորապես տենց բան։ Մյուս սխալը, որ ես գործել եմ, այստեղ ես ուղակի փակցրել եմ տենց բառեր, եւ այս տարի ես հասկացել եմ, որ այդ բառերը ինձ որևէ զգացողություն չեն տալիս, կամ պետքա լինի նախադասություն, այդ նախադասությունն էլ ես պետքա կազմեմ, ոչ թե տենց Pinterest-ից ուղակի վերցնեմ ինչ որ մեկի գրածը եւ դնեմ, կամ չպետքա լինի որևէ ուրիշ բան։
Այստեղ գրած է lucky girl։ Okay։ Չէ։ Այդքան էլ չէ, էլի։ Դրա համար այս տարի դա ուղղակի հանում եմ։ Գրել եմ a new era of me։ Էլի շատ ոնց ասեմ, վատ չի ժողովուրդ կարող է sense լինի, okay է, էլի աշխատել է այս vision board-ը, բայց շատ սպეციფიკա պետք լինել, էլի։ New era of me, new era-ն կարող լինի թե լավ era, թե վատ era, new era-ն կարող լինի կապված իմ outfit-երի հետ, new era-ն կարող լինի կապված իմ մտածողության հետ, շատ բան է ինքը։ Անհասկանալի է, ավելի կոնկրետ է պետք լինել։ Այդ երկու բանն եմ ուզում ասել, vision board-ը վերջում ստացվելու է մոտավորապես այս տեսքի մի բան, նկարները դնելուց հետո ես միշտ ավելացնում եմ փոքրիկ նախադասություններ, այստեղ դուք տեսաք, որ ես դա սխալ եմ արել, այս տարի ես այդ սխալը չեմ գործել, նախադասությունները պետք է լինեն էլի նենց, որ դուք երբ որ կարդում եք, ձեր մեջ մի բան շարժվում է, միգուցե դրանք լինեն ինչ-որ ցիտատներ, որ դուք կարդացել եք, լսել եք, ձեր սիրելի մարդն է ձեզ ասել, կամ մանկության ինչ-որ մի բան է, որ լսել եք եւ միշտ ձեր մոտ է մնացել, կամ ձեր կյանքի գաղափարախոսի, չգիտեմ, դուք արդեն որոշեք հասկացեք, թե որ նախադասություններն են, որ ձեզ տալիս են այդ զգացողությունը եւ ինչ որ բան են արտնացնում ձեր մեջ։ Մենք վերջացրեցինք մեր digital vision board-ը պատրաստելը։ Հիշեցնեմ, որ ես պատրաստում եմ երկու տարբերակ vision board-ի եւ ես միշտ ունենում եմ նաեւ թղթային տարբերակը։ Միշտ իմ կյանքում ես եղել եմ այնպիսի մարդ, ով սիրում է այդ թղթերը հավաքել, կտրել, կպցնել մանկուց, ես դա միշտ արել եմ, այնպես որ իմ համար ավելի հավես է process-ը թղթային սարքելու, բայց իմ կյանքում երևի միակ դեպքն է, որ ես նախընտրում եմ digital տարբերակը, որովհետև հասկացել եմ, որ ինչքան էլ որ ես սիրում եմ այդ թղթային տարբերակը սարքելու vision board-ի, մեկը ես ավելի շատ հեռախոսից եմ ժամանակ տրամադրում եւ միշտ սա է իմ ձեռքում, կապ չունի, ես համասանում եմ, տանն եմ, միշտ սա իմ ձեռքում է։ Այնպես որ սրա էկրանին դնելը ավելի շատ է աշխատում, քան այն, որ ես սարքում եմ եւ դնում եմ իմ սենյակում մի անկյունում, որովհետեւ հիմնականում իմ կյանքի մեծ մասը անցնում է սրա հետ համասարանում, ոչ թե իմ սենյակում, ու ես ավելի շատ կարող եմ սրա էկրանի vision board-ը տեսնել։ Կարևոր է այդ vision board-ը դնել բոլոր ձեր հնարավոր էկրաններին, iPad-ի, նոթբուքի, հեռախոսի եւ այլն։ Թղթային տարբերակը այսօր մենք միասին չենք սարքելու, եթե դուք կոմենտներում կգրեք, որ կուզեք դա տեսնել, ես դա անպայման կանեմ, բայց կարծում եմ, որ ավելի շուտ դա կլինի Instagram-ում։ Ամեն դեպքում գրեք ներքևում, եթե ուզում եք ավելի երկար տարբերակով տեսնել, որովհետև ինքս միշտ նախընտրում եմ երկար տարբերակներ նայել, ես այդպես ավել եմ տրամադրվում։ Մի խոսքով գրեք թղթային տարբերակը կուզեք տեսնել, թե չէ։ Ամենակարևորը սկզբում կարող է ձեր vision board-ը ձեզ մի քիչ ծիծաղելի թվա, որովհետև միգուցե vision board-ում նկարած է, որ դուք Էյֆելի տակ պիցցա եք ուտում, բայց դուք այս պահին չունեք այդ պիցցայի գումարը, որ անգամ պատվիրեք եւ տանը ուտեք։ Բայց ժամանակի ընթացքում առաջին կարևոր բանը այն է, որ դուք սկսում եք այնքան դա տեսնել, որ դա ձեր համար դառնում է սովորական եւ ձեր ուղեղը դա անցնում է որպես իրականություն։ Չի տարբերում ձեր իրականությունը այդ vision board-ի իրականությունից։ Մանավանդ եթե ձեր նկարը էդիտ արած եւ ձեր դեմքով այդ ամեն ինչը։ Երկրորդ կարևոր բանը, ձեր ուղեղը ունի մի հետաքրքիր հատկություն, ինքը գտնում է այն ամեն ինչի վրա դուք կենտրոնացած եք կամ սևեռված եք։ Ձեզ հետ շատ եղած կլինի, որ երբ որ ինչ-որ նոր բառ եք սովորում, նոր լեզվի ուսման process-ում, դուք սկսում եք այդ բառը ամենուր նկատել, ոնց որ այդ բառը սկսում է ձեզ հետապնդել։ Ասում եք, բայց այս բառը սկսեց ինձ անընդհատ երևալ, հենց սովորեցի, բայց իրականում այդ բառը միշտ էլ այնտեղ է եղել, ուղղակի բանն է, որ դուք դրա վրա կենտրոնացած չեք եղել, չեք իմացել անգամ այդ բառը։ Ու հիմա երբ որ սովորել եք, արդեն ձեր կենտրոնացումը նրա վրա է եւ դուք սկսում եք անընդհատ դա տեսնել։ Այդպես կարող եք նաև փորձել դուրս գալ տանից եւ փորձել գտնել դեղին ավտոմեքենա։ Եթե դուք դեղին ավտոմեքենայի մասին չմտածեք, երբևէ ձեր աչքին դա չի ընկնի եւ դուք դա չեք ֆիքսի։ Բայց երբ որ դուք դա տենց մտածում եք դրան ուշադրություն եք տալիս, դուք սկսում եք դա նկատել։ Կյանքում այդպես է, ինչին ուշադրություն ես դարձնում, դա ավելի շատանում է, որովհետեւ դու սկսում ես ուղղակի դա նկատել։ Ես միշտ նաև հիշում եմ իմ Instagram-ի challenge-ը, ես ասացի առավոտ արթնացեք եւ խնդրեք, որ դուք նվեր կստանաք եւ իմ Instagram-ը ուղղակի բում եղավ, երևի մի 300,000 դիտում հավաքեց այդ վիդեոն շատ կարճ ժամանակում, որ մարդիկ գրում էին, այսօր ես ստացել եմ iPhone, վաու, այսօր իմ հետ էս ա եղել, այն ա եղել, հրաշք ա եղել, ես եմ ստացել, այն եմ ստացել, սերտիֆիկատ եմ ստացել, ճանապարհություն եմ հաղթել եւ այլն։ Ու գիտեք, հետաքրքիրը այն չի, որ մարդիկ իրականում այդ նվերները ստացել են, այլ այն է, որ մարդիկ դա վերագրել են նրան, որ իրանք առավոտյան խնդրել են նվեր։ Որովհետեւ ինչ էլ լիներ այդ օրը, իրանք
իրանց ուղեղը արդեն կենտրոնացած էր դրա վրա, որ այսօր պետքա դրական լավ բան լինի եւ իմ կյանք ինչ որ նվեր կա ու ստացվում է, որ յուրաքանչյուր փոքրիկ բան էլ եթե լիներ այդ օրը, մարդիկ դա վերագրելու էին առավոտյան այդ խնդրելու գործողությանը։ Այնպես որ ուշադիր եղեք, ինչի վրա դուք կենտրոնում եք, ձեր կյանքում շատանում է եւ vision board-ը այսպես է աշխատում։ Եթե դուք տեսել եք, որ դուք պետքա գնաք Փարիզ եւ դա ձեր նպատակներում է, դուք ամեն օր դուք տեսնում եք ձեր հեռախոսի էկրանին այդ Փարիզի նկարը, մեկ էլ հանկարծ երբ որ դուք տեսնում եք Erasmus project Փարիզում, դուք մտածում եք միգուցե այս են հնարավորությունը, որը ինձ կտանի Փարիզ։ Ինձ հետ այդպես է եղել։ Ես չնայած որ այս տարվա իմ vision board-ում ասացի, որ չի պլանավորել, որ գնալու եմ Փարիզ, բայց Փարիզը իմ համար միշտ եղել է այն, որ եթե ես ունեցա հնարավորություն, ես վաղն էլ կգնամ, այդպես։ Ու երբ որ ես հասկանում եմ, որ դա իմ նպատակների հետ գնում է, երբ որ ես տեսնում եմ, որ կա հնարավորություն Erasmus ծրագրի, ես դրան դիմում եմ բնականաբար եւ ես ամբողջ ջանքը եւ էներգիան եւ սերը գործադրում եմ, որ այդ գործողությունը աշխատի, այդ Erasmus-ին դիմելը։ Այդպես էլ արել եմ եւ այս տարի ես Erasmus-ով գնացի Փարիզ։ Անհավանական էր, բայց եղավ։ Այսինքն vision board-ը մենակ տենց փակցնել չի, ինքը աշխատում է, բայց նաեւ պետքա դուք գործողություններ կատարեք։ Իսկ այդ գործողությունները դուք կատարում եք, երբ որ դուք հստակ իմանում եք, որ դուք պետքա հասնեք այս նպատակին ու ձեր ուղեղը սկսում է նկատել հնարավորություններ դրան հասնելու համար։ Հուսամ, որ ամեն ինչ ճիշտ բացատրեցի եւ ամեն ինչ պարզ է։ Պատրաստ եմ պատասխանելու ձեր ցանկացած հարցի vision board-ի հետ կապված, 2026-ը ձեր տարին դարձնելու հետ կապված։ Հիշեցնեմ, որ իմ Instagram-ում ես ունեմ հատուկ challenge։ Անունը դրել եմ 30-օրյա challenge, բայց 30 հատ հանձնարարություն չունեք ոնց որ անցած տարի էր, որովհետեւ դա շատ ծանր եղավ մարդկանց համար ու լիքը մարդ ասում էր, բայց չենք հասցնում, մենք չենք կարողանում ամեն օր տրամադրել, դրա համար այս պահիտրությամբ կա 9 վիդեո։ Այդ 9 վիդեոն նայեք եւ կարծում եմ այս վիդեոն որ արդեն տեղադրած լինեմ, արդեն ավելացված կլինի, այնպես որ ուշադիր եղեք, անընդհատ այդ challenge-ի նոր մասերն է դուրս գալիս, չգիտեմ, 10 հատ կլինի, 15 հատ կլինի մինչև տարվա վերջ, բայց այն ամեն ինչ ինչ որ այդ challenge-ում ասում եմ, ես ինքս փորձել եմ եւ իմ կյանքում աշխատել է, այնպես որ կարող եք նաեւ հետեւել իմ Instagram-ին եւ հետեւել այդ challenge-ին։ Կսպասեմ ձեր կոմենտներին, կարող եք նույնիսկ ինձ ուղարկել ձեր vision board-ի նկարները, իմ հետևորդները միշտ դա անում են, բայց օքեյ, եթե չեք ուղարկում, որովհետև մեկ-մեկ մտածում ես, որ ավելի լավ է իրագործել նպատակները, նոր ուրիշ մարդիկ իմանան։ Ուրիշ մարդիկ, բայց ես չէ, ինձ կարող ուղարկեք։ Եթե առաջին անգամ եք ինձ հետ, ասեմ, որ ես միշտ փորձում եմ մարդկանց մոտիվացնել, մարդկանց օգնել, որպեսզի հասնեն իրենց նպատակներին, դառնան իրենց լավագույն տարբերակը։ Կարծում եմ, այդ իմ կյանքի միսիաներից մեկն է, այնպես որ կարող եք հետևել։ Իսկ եթե առաջին անգամ չեք, շնորհակալ եմ, որ այսքան ժամանակ ինձ հետ եք, ինձ հետևում եք, կարող եք գրել թե երբանից եք ինձ հետևում, ես երևի երկրորդ տարին է, որ ակտիվ եմ Instagram-ում եւ YouTube-ում եմ փորձում ակտիվ լինել, գրեք, եթե կցանկանաք ավելի շատ երկար վիդեոներ եւ այսօրվա համար այսքանը, ձեզ մաղթում եմ ուրախ նոր տարի եւ մաղթում եմ, որ 2026 դառնա հենց ձեր տարին։ Այս վիդեոն էլ թող լինի նշանը, որ ժամանակն է սկսելու գործել։ Հաջողություն, սիրում եմ ձեզ, կհանդիպենք իմ Instagram-ում։